ուզում եմ դուք մի հարցի հետ կապված Իրանի մեկնաբանեք, հիմա ըստ ձեզ Հայաստանը հոգևոր առաջնորդի եւ մյուս բարձրաստիճան նաեւ զինվորականների մահվան կապակցությամբ պետք է ցավակցական հեռագիր հղի Իրանի։ Չկա այդ հեռագիրը մինչև Իմ մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները, չեմ խոսում աշխարհաքաղաքական, իսպառ ցնդել են, ոդս են ցնդել կամ կարկանդակի եւ ուրեմն եգիպտացորենի հետ կերվել են։ Այն տպավորությունն է, որ Հայաստանից մի 100 մետր հարավ ոչ մի բան տեղի չի ունենում։ Որևէ արձագանք չկա, որևէ դիրքորոշում չկա։ Ես չգիտեմ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ ծրագրավորում իրականացրել են, եթե օրինակ սահմանը երկար ժամանակ փակ լինի, ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա, եթե հազարավոր փախստականներ Հայաստան գան, ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա։ Մարդիկ ամեն ինչ թողած իրենց վերընտրության հարցերով են զբաղվում։ Գոնե հեռագիրը ասենք հետո ասենք։ Նախ հեռագրի եւ մնացած այդ կապված առնվազն պետք է արձագանքել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել, եղբայրական բարեկամական Իրանի ժողովրդին պետք է նաև վերաբերմունք ցույց տալ եւ ցավակցություն հայտնել։ Այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնք մեծ եւ ես չգիտեմ հայկական համայնքի հետ կապված այդ մարդկանց անվտանգության հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկել։ Ամեն դեպքում պետությունը եթե ունի նման ռեզերվային ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն, երբ իրավիճակը ուղղակի ստանդարտից շեղվում է։ Պարոն Խաչատյան, բայց ձեր ասած ցավակցական հեռագիրը ընդհանուր առմամբ փղվել է, այսինքն անվտանգության խորհրդի նիստում այդ նախադասությունը կար, բայց այստեղ խոսքը հոգևոր առաջնորդի եւ կոնկրետ մյուս զինվորականների սպանության վերաբերյալ է, որ կոնկրետ հասցեական հեռագրեր են ստանում Իրանում տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստան, Ադրբեջան։ Ես կրկնում եմ, պետք է կոնկրետ ցավակցություն հայտնել բարեկամ Իրան ժողովրդին։ Ոչ թե ինչ-որ մի բան անել, որ հետո ասեն այ տեսեք, այս էջի, ես ինչ տողի, ես ինձ բարի մեջ, sense մի հատ ցավակցական միտք կար, էլի խոսքը չի վերաբերվում Ուգանդային կամ Ռուանդային կամ Պալաուին, դա վերաբերվում է երկրին, որից մեր կախվածությունը բավականին առևտրատնտեսական եւ անվտանգային բավականին մեծ է, որը այս 35 տարիների պատերազմի ընթացքում մեզ համար եղել է ուղղակի փրկողակ արտաքին աշխարհին կապվելու համար։ Իսկ ձեր գնահատմամբ ինչու չկա։ Այ դա պետք է արդեն իրանց հարցնենք։ Այդ հարցի պատասխան Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմությունը ուզում է պատերազմ, ուզում է Հայաստանի ներքաշի պատերազմի մեջ ազիվ խաղաղություն ենք հաստատել, ինչ են ուզում։ Ընդդիմությունը խաղաղություն է ուզում, պերաշկի կուկուռուզ իրանք են ուզում։ Իրանց ուզեցածը ընդհանրապես պերաշկին եւ կուկուռուզն է։ Ինչ նշանակում ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Այդ ընդդիմության ժամանակ պատերազմը բռնկվեց։ Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ, անվաղ դիրքի ազատագրում, տասնյակ մարտական խաչեր, պար Տաշտամբլդուշիում, Շուշիում։ Օրինակ Ալեքսանյանը օրինակ է բերում։ Ես Ալեքսանյանին մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ։ Ես Վահագն Ալեքսանյանին մեկնաբանելու բացառապես որևէ ցանկություն չունեմ։ Խնդիրը ուրիշ է, կներեք ժողովուրդ, 100-ը պատերազմը 116 տարի է տևել։ Նենց չի որ առավոտ անգլիացին ու ֆրանսիացիները վեր էին կանում, կռվում են, գիշերը գնում են քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Հիմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է, այսինքն պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե իրանց նման կապիտուլյացիա։ Հայաստանը այս իշխանությունը ոչի բան չի։ Խնդիրը ես կրկնում եմ, դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Ասում են պատրաստ են, պարոն Խաչատյան, չեք Ոնց են պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստներին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչով է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսիափով վերջանում է։ Վարչապետը ընտրվել, գնացել էր Իրան,
ընդունել էին Իրան Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասած ձեռքերը լվամի կողմանցնի։ Պարոն Խաչատրյան, դուք ունեք այնտեղ նաև կուսակիցներ չունեք, եթե չեմ սխալվում, հա, իրենց հետ կապ ունեք, իրենք ինչ են ասում։ Այդտեղ եթե ինտերնետը կտրված է, փակ է, այսինքն ուղղակի կապ չկա։ Ցավոք սրտի։ Պարոն Խաչատրյան, եթե գնալով ամեն դեպքում թեժությունը շարունակվում է Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարածքներազավոր արևելքում, այս իրավիճակում ինչ հնարավոր սցենարներ կարող է լինել եւ արդյոք մեր տարածաշրջանի, օրինակ Ադրբեջանի հետ կապված, ասում են կարող է առիթից օգտվել Ադրբեջանը, ինչ հնարավոր անվտանգային խնդիր կարող է ստեղծել։ Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ ես որևէ բան չեմ բացառում, կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Իսկ եթե ընդհանուր Հայաստանի Չնայած իրենց մոտ սեր եւ ամերաշխությունը, եղբայրությունը։ Ասում եմ, այս պատերազմում չեք ուզում անդադ Հայաստանն էլ էլի սրանում էլ խառնվի։ Մենք խառնվենք։ Չէ, իշխանությունը Իշխանությունն է ասում։ Ասում են հազիվ մի պատերազմ Որտեղ կա, Հայաստանը չկա, ինչ եք ուզում Հայաստանի ներքաշեք մի պատերազմի մեջ։ Ասկան որ ասում ենք հայեր կան, որոնք օգնության կարիք կարող ունեն, նշանակմա պատերազմ ենք ուզում սկսենք։ Ինչ ասում։ Դիվանագիտական ճանապարհողակներով ինչ են կանում։ Ասկան այդ գիտես, չի ասում, վայ, ես նոր ինչերից ինչ մտածեցի, որ չասեցի, չէ, չգիտենք, ոչ մի բան չենք տեսնում։ Բայց մնացած կոնֆլիկտներից, որտեղ հայեր են եղել, տեսնում ենք, որ ոչ մի բան չեն արել։ Օրինակ Սիրիայում հիշում եք, չէ, Հալեպում հյուպատոսն ինչ արեց։ Առաջի բարով խերով գնաց անբավ տեղեր։ Իսկ պարոն Խաչատրյան, եթե էլի այդպես վտանգներից խոսեք, կոնկրետ ռեալ վտանգ է սպային Հայաստանի համար, եթե շարունակվի, ինչ վտանգներ կան օրինակ։ Եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, մեր էական Սահմանը նկատի ունեք հայ Իրանի հետ, դու պատերազմ հասկանում ես, չէ՞, նույնիսկ եթե դու բարով խերով սահման անցնես, բա հետո պետք է կարողանաս բանդերաբաց գոնե հասնես։ Այսինքն եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի, լավ, այսինքն մենք Իրանից ենք վաճառում, իրանցից ենք առնում։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Դրանից դա առաջին, այսինքն ճանապարհը որ փակվի, բացասական արդյունքները ակնհայտ կլինեն։ Գումարած օդային փոխադրումների խաթարում կա հարավից եւ մանավանդ հարավից եւ արևելքից։ Մյուսը կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կառավարել, չէ։ Ներհոսք պետք է կարողանաս կառավարել։ Մյուսն էլ, գիտեմ ասում, Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես ինչ կարող է լինի։ Պարոն Խաչատրյան, առաջին 2-3 մասով այսինքն ենթակառուցվածքների մեծ հաշվով պատերազմ է, հնարավոր սցենարներ կարող են լինել։ Այդ դեպքում Հայաստանը ինչ անելիք ունի, որևէ անելիք ներհոսքի մասով առնվազն պետք է հասկանաս, որ եթե վաղը ճանապարհը փակվեց, ինչ ես անելու։ Այսինքն պատրաստի դեղատոմս հիմա չեմ կարող ասեմ, բայց խնդիրը չէ։ Այսինքն Միացյալ Նահանգները, որ քանի շաբաթ իրենց ռազմական արսենալը տարածաշրջանում հզորացնում էին։ Ակնհայտ էր, չէ, որ այս հարվածը լինելու էր, այսօր չլիներ, վաղը կլիներ, վաղը չլիներ, այն մյուս օրը կլիներ։ Այսինքն ինչ որ բանակցություններ կան, պետությունը այլ պետությունների հետ սահմանակից մյուս բանակցել է հայ բիզնեսմենների հնարավոր շահերի, Շամանը որ փակվի մարդիկ բիզնեսը շահերի կորուստ ունենալու, չէ, վնաս է կրելու։ Ինչ որ մի բան բանակցեն են, որ այդ մեքենաները, բեռնատարները այլ ճանապարհով գնան։ Դուք կասկածներ ունեք, որ պատրաստ չեն այդ սցենարներին իշխանությունները։ Դե նախորդ փորձերը դա են ցույց տալու։ Ընդհանրապես իշխանությունների գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ են։ Հիմա իրանք դեմոնստրատիվ կերպով էլ եմ ասում, կուկուրուզը պերաշկի են ուտում, ցույց տալու որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում։ Դուք չեք ուտում եգիպտացորեն եւ կա։ Գիտեք, ես բորշել եմ ուտում, բայց այդ նկարը հանրային սոցիալական ցանցերում չեմ դնում։ Նիկոլ Փաշինյանը անդիմադիրների քննադատություններին պատասխան ասում է, ես ինչ խոճապի մեջ են ընկել, տեսնես իրենց սև խավիարը ուտում են, թե չէ։ Մայբախի մեջ սև խավիար, ես չեմ ուտում, չէ, ոչ մայբախ ունեմ, որ սև խավիար։ Այսինքն հասկանում եք, չի Նիկոլ Փաշինյանը ինչ ընտրական քաղաքականություն ավարում։ Գնում այնտեղ ցույց է տալիս, որ ինքը բարի ժողովրդից մարդ է, ես էլ ձեր նման եմ։ Բեռաշկի ու կուկուրուզա ուտում, հիշում ես Գյումրիում էլ էր ուտում։ Բայց Գյումրիում sense գլխարկ էր դրա, լրիվ կամուֆլաժի մեջ էր, որ մարդ չճանաչեր, Բայց այս մարդիկ նեղող հարց են տալիս, սկսում է գորգոռալ։
Այդ իրաց քաղաքականությունն, անդիմությունը Սև Խավիարը ուտում, անդիմությունը ով ինչ ասես կարող է ուտի։ Մեր տանը օրինակ երեք լավ չաս։ Սև Խավիար չէր ամենայն դեպս։ Չէ, ձուկ էր, ես եփե շատ համեղ է ստացվում։ Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում իշխանությունը ասում է ներկուսացական քարոզարշավ, բայց տեսնում ենք, որ քարոզարշավը իրականացնում։ Ընդդիմությունը ինչու է այսքան հետ մնացել իշխանությունից։ Մենք էլ երեք ուսանողների հետ էինք հանդիպում։ Այսինքն, նայեք, ես սա անդադ ասում եմ, ցանկացած քաղաքական ուժ նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից սկսում է պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Լավ, ուղղակի մենք այդպես վուլգար չենք անում, հասկանում եք, այդպես վուլգար չենք անում։ Այսինքն մտնել դուրը ծեծել, ասում եմ, որ գնա չէ, սենց պետքա մտնեմ։ Աղջկա չնշանակեմ, քույջ գործը մանկապարտեզի տնօրենով է նշանակում։ Հասկանում եք, այսինքն մարդը վարչա, մանա, չկառավարության ղեկավարը, ընկել է ինչ որ մի հատ քաղաքացու աղջկա հետևից։ Մանկապարտեզի աշխատող չնշանակեք։ Հասկացա, դա համար ինչ են ասում, պատասխան ինչ պետք։ Բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մի 10 անգամ ասում է, դա իմ գործառույթը չի։ Հետո էլ բա քո գործառույթը չի, ո՞նց ես ասում, չէ չընդունեք գործը։ Հա, չեն այնս մարդիկ, ովքեր հունից այդքան շուտ են դուրս գալի, պետք է երկիր չղեկավարեն, չէ, դա ռիսկային է։ Շատ ռիսկային է, որ մարդը տենց հունից այսքան շուտ մի հատ մանկապարտեզի արծել դուրս է գալու։ Բա բանակցությունների ժամանակ է որ հանկարծ հունից դուրս գա։ Տեսանք, տեսանք, այո։ Շնորհակալություն, Պարոն Խաչատրյան, մամուլում, այսինքն դատախազությունը Լևոն Մկրտչյանից պահանջում է 36 անշարժ գույք, ապօրինի հարստացում եւ այլն այդ հոդվածներով դա ինչ է խոսում, ինչի մասին է խոսում, ապօրինի հարստացել եք։ Որ ըստ դատախազության Լևոն Մկրտչյանն ունի գույք, բայց դա պետք է լինի դատական ակտ, որ պարզ լինի, որ այդ մարդը ունի թե չունի։ Ես իր կադաստրի վկայականները չեմ տեսել։ Հայաստանի կադաստրի վկայականն օրինակ բրիտանական թանգարանում կա, տեսնում եմ։ Բաբելոնյան քարտեզներ, Լևոն Մկրտչյանինը։ Ինչ տեղի, օրինակ ես գիտեմ իմ շրջապատում ով ինչ գույք ունի։ Չէ, մենք տենց հարցեր ներսում չենք քննարկում, ով ինչ գույք ունի, երեք երեկոյան ինչ է կերել, չէ։